Եզրաս Ներսիսյանը, ով Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, ըստ իմ ուսումնասիրությունների, որովհետև ինչպես հասկանում եմ ինքը Հայաստանի Հանրապետության քաղաքացի չի, համենայն դեպս ես չեմ գտել իրան որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի ցուցակներում, ճիշտ կլինի ոչ թե արձագանքի, այսինքն մեկնաբանի թե ինչ է կատարվում, առավել ևս իրեն որպես Հիսուսի հետևորդ հռչակած մարդը մեկնաբանի թե ինչ է կատարվում Հիսուսի հետևորդների հետ, ավելի լավ է թող ուղիղ պատասխանի, արդյոք ինքը KGB-ի գործակալ է թե ոչ։ Այսինքն հարցով եք պատասխանում հիմա իր այդ Հա, ինձ հետաքրքիր է ինքը KGB-ի գործակալ է թե ոչ։ Եվ նաև տևական ժամանակ է կաթողիկոսին եք հարց ուղում ձեր քաղաքական ուժը, տարբեր դերակատարներ, որ պիտի պատասխանի, արդյոք խախտել եք կուսակրոնության ուխտը թե ոչ, զավակ ունի թե ոչ, եւ նաև այդ հիմքով պահանջում եք, որ հեռանա։ Հետաքրքիր է, դա ամենամեծ մեղքն է կաթողիկոսի, որի համար պիտի պահանջել, որ կաթողիկոսը հեռանա։ Գիտեք, ես դատավոր չեմ եւ առավել եւս Հիսուս Քրիստոսը չեմ, որ դատեմ, հա, իր մեղքերի մասով։ Ես կարող եմ ասել հետեւյալը, ես որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ, ես ակնկալում եմ, որ հոգևոր առաջնորդ իրեն հռչակած մարդը առնվազն դրսևորի իրեն որպես հոգևոր առաջնորդ։